911 Բարի օր եմ մաղթում ռադիո Արևիկի բոլոր ունկնդիրներին, եթերում 911-ի հերթական թողարկումն է։ Այսօր խոսելու ենք կենցաղում հանդիպող վտանգների մասին։ Բոլորիս հետ էլ պատահել է, երբ տանը միացրած արթուկ ենք թողել, մոռացել ենք գազն անջատել կամ բաց ենք թողել ջրի ծորակը։ Հնարավոր է, որ նույնիսկ մեր անփութության պատճառով այրվել են տան հոսանքալարերը։ Իհարկե կարող ենք թվարկել, բայց ավելի լավ է անցնենք զրույցին եւ լսենք մասնագետի խորհուրդները։ Եվ այսպես, ինչպես խուսափել վտանգավոր իրավիճակներից եւ ում դիմել, երբ օգնության կարիք ենք ունենում։ Մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, կենցաղում հանդիպող վտանգներից մի քանիսը ես արդեն նշեցի, կխնդրեի, որ լրացնեք շարքը։ Օրինակ ձեր գրքում նշել եք, որ անգամ թելն ու ասեղն են վտանգավոր երեխաների համար, ինչու՞։ Իհարկե, ես ասեմ, որ ընդհանրապես երբ մենք կենցաղում դիտարկում ենք իրավիճակները, վտանգները, պետք է մի քանի տեսանկյունից նայենք, օրինակ երեխաների տեսանկյունից մենք այլ վտանգներ պետք է տեսնենք, մեծահասակների տեսանկյունից այլ վտանգներ պետք է տեսնենք։ Դրա մի փոքր այս տարանջատումը, որ դուք դրեցիք, դա ճիշտ է, որովհետև երեխաների հետ կապված ծնողները շատ լուրջ պետք է մոտենան հատկապես այն վտանգներին, որոնք կապված են երեխաների հետ։ Թել ու ասեղը։ Երեխաները շատ են սիրում ընդհանրապես իրենց ծնողներին նմանվել։ Օրինակ ասենք երեխան կարող է իր տիկնիկի շորը արթուկել, նմանվելով մայրիկին, նույն ձևի կարող է թել ու ասեղի հետ խաղալ։ Թել ու ասեղը ոչ միայն նա կարող է բերանում դնել ասեղը, որտեղ շատ դեպքում թելելու ժամանակ էլ մայրը չի նկատում, որ ինքը այդպիսի գործողություններ է կատարում, երեխան դա տեսնում է եւ երեխաները շատ ընկալունակ են, իրենք իսկույն դա վերցնում են։ Բացի դրանից, եթե թել չկա ասեղի վրա, ասեղը կորցնելը շատ դյուրին կարող է լինել եւ նա մարմնի որևէ մաս եթե մտավ, դա արդեն պարզ է թե ինչպիսի հետագա բարդություններ կարող են առաջանալ, այնպես որ ասեղը ինքը, բայց շատ վտանգավոր իրեր ընդհանրապես կան տանը, որոնք կապված են երեխաների հետ։ Այն բոլոր գործիքները, որոնք օգտագործում են, կլինի դա սղոց, մորս, չգիտեմ, մեղ եւ այլն գործիքներ տարաբնույթ, որոնք օգտագործում են մկրատա, դանակա, պատարակախ, ամեն սարքավորում, որը ունի սրածայր ինչ-որ մաս, նա արդեն իսկ վտանգավոր է երեխաների համար։ Հատկապես եթե հաշվի առնենք, մեկ անգամ էլ եմ ասում, որ երեխան նմանվում է իր ծնողներին, օրինակ երեխան կարող է ծնողը տանը չլներ, ինքը վերցնել մուրճը եւ ինչ որ աշխատանք պատկերացնել, որ ինքը ինչ որ աշխատանք է կատարում եւ մուրճով վնասել իր մատիկները, այսպես ասած։ Ընդհանրապես ինչից պետք է զգուշանան երեխաները, երբ տանը մենակ են։ Առհասարակ ո՞րն է տան, այսպես ասած, ամենավտանգավոր հատվածը։ Տան ամենավտանգավոր, տան բոլոր հատվածները վտանգավոր են, ամենավտանգավոր հատվածը իհարկե խոհանոցն է, որտեղ խոհանոցում է գտնվում գազի սարքավորումները, ճաշ պատրաստելու, ջրամատակարարման համակարգերը եւ այլն, խոհանոցը այս տեսակետից բավականին վտանգավոր է, բայց անկեղծ ասած ամեն տեղ էլ վտանգավոր է, որտեղ երեխան պատահական կարող է պատուհանի վրա հայտնվել եւ խիստ կյանքին ընդհանրապես վտանգ սպառնացող դիրքում հանկարծ հայտնվել, այնպես որ մշտապես պետք է ուշադրություն դարձնել, որ երեխաները սիրում են դարակների հետ խաղալ, սիրում են բարձրանալ ինչ-որ տեղեր, վերև բան, ինչ-որ բաների ձեռք տալ, որոնք բոլոր դեպքերում վտանգավոր են։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել երեխաների հանդեպ, ինչու, որովհետև տեսեք, ես խոսում եմ խոհանոցի մասին, բայց պակաս վտանգավոր չէ լոգարանը, որտեղ շատ քիմիական նյութեր ենք մենք լոգարանում պահում, մաքրելու փոշիներ, չգիտեմ, քիմիական տարբեր տեսակի նյութեր, որոնք կարող են երեխայի համար թունավորման աղբյուր հանդիսանալ, այնպես որ ժամանակակից պայմաններում բոլոր տեղերը գրեթե վտանգավոր են, որտեղ մենք չունենք որևէ մի սենյակ, որտեղ չունենանք էլեկտրական անջատիչներ, էլեկտրական վարդակներ, էլեկտրական սարքավորումներ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարում, ինչպիսիք այս հեռախոսակապերն են, որոնք մենք օգտագործում ենք, էլեկտրոնային սարքավորումները, ժամանակակից հեռուստացույցերի էկրանները, այսպես ասած, եւ համակարգիչները, որոնք տան են, որոնք էլ նոր տեսակի վտանգներ են իրենց մեջ պարունակում երեխաների համար, երեխան կապվում է այդ սարքավորումների հետ, որտեղ իրեն համար շատ հետաքրքիր է, բայց դա կարող է անվերադարձ առողջական պայմանների առաջ կանգնեցնել երեխային։
Պարոն Մաթևոսյան, եկեք մի քանի իրավիճակների առանձին անդրադառնանք։ Օրինակ, երբ տնից դուրս ենք գալիս եւ հանկարծ հիշում, որ ինչ որ էլեկտրական սարք, ասենք հեռուստացույցը, էլեկտրական վառարանը միացրած ենք թողել, կամ ինչ պետք է անենք այդ դեպքում, կամ էլ տունը ջուր է լցվել, բայց չենք կարող արագ հետ վերադառնալ։ Բոլոր վտանգների դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է զանգահարել 911 բոլոր դեպքերում, որտեղ 911-ը մինչև ձեր վերադարձինքը կհասցնի ինչ-որ բան անել, այսօր շատ հետաքրքիր է կառուցված գազամատակարարում այն առումով, որ գազը կարելի է անջատել բնակարանից դուրս պայմաններում, հետևաբար կարելի է նաև հարևանների հետ խոսել, խնդրել, որպեսզի իրենք այդ հաշվիչի կողքից անջատեն, իսկ բոլոր հաշվիչները գիտեք, որ այսօր դրսում են տեղադրված, այնպես որ գազի խնդիրը ավելի դյուրին կարելի է լուծել, մինչև վերադառնալը դա իրականացնել արի։ Ինչ վերաբերում է ջրին, անպայմանորեն զանգահարել 911, որովհետև այլ ճանապարհ չունեք, ջուրը դրսից փակել, դա բավականին բարդ է, իհարկե կարելի անել, բայց այդ դեպքում ամբողջ թաղամասի կամ ամբողջ շենքի ջրամատակարարումը պետք է փակվի, որը նույնպես հնարավոր է անել համապատասխան կառույցներին զանգահարելու դեպքում, բայց բոլոր դեպքերում այս 911-ը ինքը ճանապարհը կգտնի օգնելու մինչև որ վերադառնան։ Իսկ այդ էլեկտրական սարքերի հետ կապված, ասենք վառարանը միացրած ենք թողել, արդյունքը էլի պետք է զանգենք 911-ին։ Բոլոր վտանգավոր երևույթների դեպքում պետք է զանգահարել 911, որտեղ էլեկտրականի դեպքում ցավոք ապահովիչները դրված են բնակարանների ներսում, այստեղ անպայման պետք է բնակարան մտնել այդ ապահովիչն անջատել, պետք է ամբողջ շենքը հոսանքազրկել, եթե ինքը վտանգավոր է, կարելի է նաև ամբողջ շենքը հոսանքազրկել, դարձյալ այդ տեղային մարմիններին 911-ը ինքը տեղյակ կպայի, ձեզ համար կարող է դժվար լինել, չգիտեք, որ ես ինչու եմ ասում 911-ին, 911-ը ոչ թե ինքը կգա դա կանի, այլ 911-ը համապատասխան կառույցին տեղեկություն կտա եւ այդ կառույցը կիրականացնի անվտանգության իր գործառույթը, մինչեւ որ դուք կվերադառնաք տուն։ Երեխաները, հատկապես փոքրերը, սիրում են անծանոթ իրերի հետ խաղալ, այդ թվում դեղահաբերի կամ վտանգավոր նյութերի հետ, մանավանդ երբ դրանք հասանելի վայրում են դրված։ Ինչ անել, երբ նկատում ենք, որ մեր փոքրիկ քույրը կամ եղբայրը դեղահաբ են կուլտվել։ Անմիջապես պետք է դիմել բժշկին, անմիջապես, որտեվ չեք կարող իմանալ, թե այդ դեղահաբը ինչպիսի ազդեցություն կթողնի երեխաների վրա։ Ընդհանրապես դեղահաբերի հետ կապված խնդիրը միայն դեղահաբերը չեն, որտեվ կան նաև հեղուկ դեղեր, հազար ու մի տեսակ դեղեր կան, ապակյա տարաների մեջ ապակին ջարդվելիս կարող է վնասել, միայն դեղահաբը օգտագործելը չի։ Այստեղ շատ ուշադիր պետք է լինել, որ երեխաների համար անհասանելի վայրում պետք է լինեն այն դեղերի պահուստները, որ տանը պահվում է, եւ երբեմն կարելի երեխային նաև բացատրել, բայց երբեք շատ չափը չանցնել, որտեվ հենց որ շատ չափ անցնում ես երեխայի մոտ առաջ է գալիս ավելի մեծ հետաքրքրասիրություն եւ նա կարող է դա, բայց կամաց կարելի է սանել, ամենակարևորը որ պետք է հասանելի չլինեն երեխաներին եւ դրանք եւ այն քիմիական բոլոր վտանգավոր նյութերը, որոնք տանը օգտագործվում են տարբեր նպատակների համար, դրանք պետք է լինեն փակի տակ երեխաներից մշտապես հեռու։ Խոսենք նաև հոսանքի հետ կապված խնդիրների մասին, ճիշտ է դրանցով զբաղվում են մասնագետները, բայց կարծում եմ արժե մի քանի կանոն հիշել։ Գիտեք, հոսանքի հետ շատ ուշադիր պետք է լինել, որտեվ տեսեք երեխաները սիրում են դինամիկ երևույթներ։ Օրինակ, ասենք դու երեխային կարող ես զբաղեցնել, կան այդպիսին լույսը վառում են, երեխան նայում է, ուրախանում է, հետո անջատում է, հետո ասում են մի հատ էլ դու վառի բալիկ ջան, մի հատ էլ նորից, բայց երբևիցե մտքով չի անցնում, որ այս անջատումների ժամանակ կարող են կայծեր առաջանալ եւ այդ կայծերից կարող են իրոք լուրջ խնդիրներ առաջանալ, որտեղ նույն վարդակները անջատիչը միացնել անջատելիս միշտ էլ վտանգներ կարող են լինել, հատկապես եթե տանը կան բռնկվող նյութեր, պատեր են բռնկվող նյութերից կառուցած, օրինակ շատ տներ կան, որտեղ որ փայտյա երեսապատում ունեն, պատերը այստեղ արդեն բավականին վտանգավոր են եւ այստեղ պետք է շատ ուշադիր լինել։ Բացի այդ, միևնույն վարդակին կարող են միացնել բազմաթիվ սարքավորումներ առանց պատկերացնելու, որ այդ վարդակը կարող է տաքանալ։ Վարդակի տաքանալը ոչինչ, վարդակը որ տաքանում է, ինքը տաքացնում է էլեկտրական լարերը եւ էլեկտրական լարերի մեկուսիչները չորանում են։ Հենց որ մեկուսիչ
մեկուսիչները չորանում են, կարճ միացման լիարժեք պայման է ստեղծվում, որտեղ մեկուսացման գործընթացը լավ չի տեղի ունենում։ Դրա համար երեխաներին զվարճացնել այսպիսի լույսերի անջատումով բան, սա ես ձեզ ասեմ մեծ իմասամբ երեխաները եթե որևէ մի բան այնպես չեն անում, հաստատ դա ծնողների մեղքն է մեծ մասամբ, որովհետև ծնողը երեխային զբաղեցնելու ճանապարհներ է ման գալիս եւ օրինակ բերեցի այս ճանապարհներից մեկն է սա էլեկտրական սարքավորումների հետ այս տեսակետից պետք է շատ լուրջ վերաբերվել, որտեվ նրանք նաև կարող են տաքանալ, նաև կարող են կարճ միացումներ տալ, կայծեր առաջացնել եւ այլն, այնպես որ այստեղ լուրջ խնդիր ունենք։ Հոսանքահարումը գիտեք տանը այդ հոսանքները բան չեն, մահացու չեն այդպես որ ասես մահացու կա իհարկե եթե չկա հողանցման պայման, որտեղ հողանցման պայման որ եղավ կամայական հոսանքահարում վտանգավոր է։ Դրա համար հոսանքի բաց լարերի հետ ընդհանրապես բաց թողնել լարերը չի կարելի երեխաների համար, իսկ մեծահասակները, եթե ասենք տանը երեխաներ չկան, այդ բաց լարերը նույնպես թողնել չի կարելի, դեռ իրենք կարող են հոսանքահարվել։ Ընդ որում, եթե նույնիսկ չիմանան, կանգնեն այնպիսի հատակի վրա, որը հողանցում ունենա, խիստ վտանգավոր կարող լինել մեծահասակների համար։ Նույնիսկ ասեմ, որ եթե դու կասկածում ես, որ ինչ-որ մի բան այնպես չէ, ապա ափով շոշափել պատը չի կարելի։ Պետք է ընդհակառակը ձեռքի երեսի մասով շոշափես։ Ինչու՞, որովհետև երբ որ ափով ես շոշափում, հանկարծ բարձ լարեր լինեն եւ ձեռքը հոսանքահարվի, ձեռքը լարվում է եւ մատները մեխանիկորեն կարճում են լարերից, անընդհատ հոսանքահարվածի տակ են լինում։ Իսկ երբ ինքը ձեռքի երեսով է շոշափում, ապա այդ հոսանքահարման ժամանակ ձեռքը շպրտվում է լարից դեպի դուրս ընդհակառակը եւ ինքը կարող է պարզապես մի պահ դա զգալ, բայց դա տեղի չունենա։ Այսինքն տանը աշխատելու ժամանակ վերանորոգման խնդիրներ բան մեծահասակները կարող են այս տեսակետից շատ ուշադիր լինել հոսանքահարման գործընթացների հետ եւ ամենակարևորը պայման չստեղծել, որ հոսանքը իր մարմնով հողի դեպի հողը գնա։ Ես հողանցում որ ասում եմ, դա նկատի ունեմ անպայման ռետինե ինչ որ մեկուսիչներ լինեն, որ իր մարմնով հոսանքը դեպի հողը չգնա։ Այս դեպքում հոսանքահարումը չի լինի այնպիսին, ինչպիսին հողանցման դեպքերում է լինում։ Շատ լավ։ Շուտով կսկսվի ջեռուցման սեզոնը։ Մինչ վառարանների տեղադրելը ինչ կարևոր խորհուրդներ կտաք բնակիչներին։ Ամենակարևորը դա օդափոխության համակարգի ստուգումն է, որ պետք է տեսնել, թե ծխատարները ինչ վիճակում են գտնվում։ Անպայմանորեն պետք է մաքրել ծխատարները, իսկ մենք գիտենք, որ այս տեսակետից մենք ունենք հրաշալի ավանդույթներ ճակերտների մեջ, երբեք մեր մտքով չի անցնում ծխատար մաքրել, բայց առաջին հերթին պետք է ստուգել ծխատարները, որտեղ ծխահեռացումը ամենակարևոր խնդիրներից մեկն է վառարանների տեղադրման ժամանակ։ Ավելին ես ձեզ ասեմ, որ նույնիսկ բարձրահարկ շենքերում մարդիկ գիտեք, որ բարձրահարկ շենքեր կան, որտեղ սանհանգույցների պատերը միմյանցից հեռու են, այսինքն առանցին խողովակներով չի օդափոխության համակարգը, պատերի միջով է օդափոխության համակարգը եւ մարդիկ հանճարեղաբար կարող են իրենց պատը քանդել, 15 սանտիմետր պատը հետ դնել, այն մյուս հարևանն էլ ինքը 15 սանտիմետր էս կողմ գա, խնդրեմ մենք չունենք օդափոխման համակարգ։ Այս դեպքում ոչ միայն վառարանն է վտանգավոր, այլ կամայական բան ինչը որ գազ է արտադրում ինքը արդեն իսկ շատ վտանգավոր է։ Առաջին հերթին օդափոխման համակարգի մասին է խոսքը, որտեղ ծխահեռացում պետք է կատարվի։ Երկրորդը ծխատար խողովակները այնպես անել, որ ծխահեռացումը իրականանա բարձր մակարդակով, ինչ ի նկատի ունեմ։ Շատերը կարող են ծխատար խողովակները ավելի երկարացնել, որի փրծուխը ինչքան երկար ճանապարհ անցնի, խողովակները նույնպես տաքանում են եւ սենյակը տաքանում է, բայց չեն պատկերացնում, որ այդ դեպքում իրենք դժվարացնում են ծխահեռացման համակարգը եւ կարող է կամաց ծուխը լցվել բնակարան։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ածխաթթու գազ, որը որ մարդուն միանգամից կարող է պարզապես թունավորել։
Հաջորդը նույնիսկ ես դեպքեր գիտեմ, երբ մարդիկ իրենց ծխատարների մեջ փականներ են դնում եւ մի քիչ դժվարացնում են ծխահեռացումը, որ ավելի երկար տաք ծուխը մնա իբր տան մեջ, հատկապես գյուղական վայրերում, շատ վտանգավոր, սա այսպես ասած մի խաղալիք է, որը մահաբեր խաղալիք է, ընդհանրապես անթույլատրելի է, որտեղ դարձյալ այս ծուխը կարող է այսպիսի բան առաջացնել։ Սրանք կապված են փայտյա վառարանների հետ, այլ վառարանների հետ նույնպես, որտեղ բոլոր դեպքերում, բայց ես փայտյան առանձնացնում եմ այն առումով, որ այստեղ առաջացած ծուխը շատ վտանգավոր է մարդկանց համար, թունավորման համար։ Եթե մենք խոսում ենք ածխաթու գազի մասին, ածխաթու գազը ինքը ընդհանրապես մարդը կարող է թունավորվել, ինքը չզգալ, որ ինքը թունավորվում է։ Կամաց ինքը թուլանում է, կարող է քնել պարզապես ու չարթնանալ։ Ինքը նույնիսկ կարող է չզգալ, որ ինքը սրանով է վտանգավոր, ինչպես ասենք, շատ դեպքերում մարդկանց այդ դեպք է պատահում գարաժում, ինչի համար։ Մարդը մեքենան գործարկում է, դռները չի բացում, հետո պիտի իջնի իբր դռները բացի, բայց չի պատկերացնում, որ այդ նույն ածխաթու գազից ինքը կարող է պարզապես քնել ու երբևիցե այդ դուռը չբացել։ Այս առումով ընդհանրապես վառարանների հետ պետք է շատ զգուշ վերաբերել, որտեղ խնդիրը միայն կրակին չի վերաբերում, խնդիրը ավելի շատ վերաբերում է ծխահարմանը։ Իսկ ծուխը ինչ է անում, ընդհանրապես CO գազի մասին, ածխաթու գազի մասին, ինչն է վտանգավոր CO2, CO3, որ ինքը կլանում է թթվածինը։ Ինքը շերտ է ստեղծում թթվածնի եւ ներքևի մասի միջև։ Թթվածին չի թափանցում, թթվածին չկա, մարդը չի կարող պարզապես ապրել բնականաբար, այս առումով նման բաների հետ չի կարելի այսպես վերաբերվել։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ես քանի որ գյուղական համայնքների մասին ասեցի, մի հատ անդրադառնամ եւս մեկ հետաքրքիր խնդրի, շատերը օրինակ գյուղացիներից իրենց խոտը պահում են գոմի տանիքում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցնում այդ տանիքում անցնող էլեկտրական լարերը միացտուգել։ Քամիներից բանից կարճ միացումներ են առաջանում եւ հրդեհ է բռնկվում, եւ խոտն է վերանում, եւ խեղճ ընտանիքի ընտանիներն են ոչնչանում նման հրդեհներից։ Այսինքն մարդու տեսադաշտից դուրս է անվտանգության խնդիրը։ Ինքը պետք է իր յուրաքանչյուր քայլի ժամանակ տեսնի, ինչպիսի անվտանգություն է ինքը կարողանում ապահովել, դրանից ելնելով կատարի իր քայլերը։ Պարոն Մաթևոսյան, կուզեի նաև այսպիսի իրավիճակի անդրադառնալ, դուռը թակում է անծանոթ մարդն ու խնդրում ներս թողնել, ինչ պետք է հիշենք նման դեպքերում։ Երբեք չի կարելի ներս թողնել, երեխաները պետք է հիշեն, դուռը բացել երբեք չի կարելի եւ անմիջապես հարկավոր է զանգահարել կամ հայրիկին կամ մայրիկին, կամ էլ 911 եւ ասել, որ իրենց դուռը անծանոթ մարդ ծեծում։ Եվ մեր վերջին հարցը վերելակներին է վերաբերվում։ Գուցե սա առանձին թեմա է, բայց այսօր է ձեր մի քանի խորհուրդը կօգնի, երբ հանկարծ վերելակն անսպասելի կանգ առնի եւ դադարի վեր ու վարանել։ Գիտեք, այստեղ ամենակարևորը հոգեբանական խնդիրն է վերելակում մնալու ժամանակ, ընդհանրապես երբ մարդը մնում է փակ տարածքում, նա հոգեբանորեն հայտնվում է ծանր վիճակում եւ իրեն թվում է, թե վերջացավ ամեն ինչ, բայց մարդը պետք է իմանա, որ իրեն պահելաձևը փակ տարածքում։ Նախ այդ շենքում հաստատ մարդիկ են անցնելու աստիճանավանդակներից եւ ինքը կարող է նրանց տեղյակ պահել իր մասին։ Երկրորդը նա պետք է իմանա, որ իրեն հաստատ գտնելու են, որ խուճապի մատնվելու դեպքում ինքը կարող է ընդհակառակը վնասել իրեն։ Երբեք խուճապի պետք չի մատնվել։ Դրա համար փակ տարածքում հայտնվելու դեպքում մարդկանց պետք է բացատրել հոգեբանական այս խնդիրների մասին, որ իրենք մոռացված չեն, անհնարին է, որ իրենց մոռանան, թե ծնողների կողմից, թե բարեկամների, թե հարևանների, հաստատ իրեն գտնելու են, պետք չէ խուճապի մատնվել, իսկ խուճապի ժամանակ մարդու հետ ամեն ինչ կարող է տեղի ունենալ եւ իր սխալ վարվելակերպի պատճառով կարող է տեղի ունենալ։ Դրա համար խորհուրդ կտամ պարզապես հանգիստ լինել, առանց խուճապի լինել, ուշադիր լսել աստիճաններով մարդիկ են անցնում, թե չէ, ձայն տալ, նրանք իրեն հետ կզրուցեն։
անպայման գտնել այդպիսի մի զրուցակից եւ սпасել մինչեւ իրեն կօգնեն, որտեւ հնարավոր չէ, որ մարդը մնա վերելակում եւ նրան որևէ մեկը չօգնի։ Դա պարզապես բացառված է։ Իսկ եթե իր ձեռքում կա հեռախոս, բնականաբար ինքը կարող է զանգարել եւ 911 տեղյակ պահել, որ մնացել է լիֆտի մեջ։ Դա ամենալավ ճանապարհն է, որտեղ դե ծնողներին էլ ասի, միևնույն է ծնողները 911 պետք է զանգահարեն։ Պարոն Մաթևոսյան, ունեք ավելացնելու բան։ Չէ, կարծում եմ այսքանը լավ է։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ ամեն չորեքշաբթի Արևիկի եթերում կարող եք հետևել 911 հաղորդաշարին։ Կարող եք նաև մեր Facebook-յան էջի միջոցով հարցեր ուղղել մեր հաղորդաշարի փորձագետներին։ Եվ ուրեմն հանդիպում ենք ամեն չորեքշաբթի ժամը 14-ին։ Հաղորդումը վարեց Տաթևիկ Շատյանը։ Կհանդիպենք։ 911